Սովետականության վաղ թենիսը պոպուլյարնի սպորտ չէ։ ԽՍՀՄ փլուզումից հետո խաղացողների քանակը շատ էր, բայց այսօր մենք տեսնում ենք սիրողականների Ամերիկայում 80 տարեկան, 90 տարեկան հազիվ շարժվում են, այսինքն ռակետը վերցած, այս ցանցի մոտ խաղում են։ Թենիսը խաղից վերածվեց սպորտային բիզնեսի։ Պորտուգալիան որպես Եվրոպայի պետություն, այտենց անուն չունի, բայց մենակ Ռոնալդոյով, որ Ռոնալդո, սա Պորտուգալիա։ Հիմա ես այն երկրի պրեզիդենտն եմ, որտեղից է Նովակ Ջոկովիչը։ Հույս ունես, որ պետք է զարգանա, էլի, չի կարա սենց մնա։ Ողջույն բոլորին, բարի վերադարձ կորտից դուրս, off court։ Այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք մեր ստուդիայում ու քննարկելու ենք մի շարք հետաքրքիր թեմաներ, որոնք ուղիղ կամ անուղղակի ձևով կապ ունեն թենիսի ու թենիսային բիզնեսի հետ։ Արմեն Նախաչատրյան մեր հյուրը, սիրելի թենիսասեր։ Շատերը իրեն գիտեն Պումայի Արմեն կամ հենց Հոպար։ Շատ հայտնի կերպար։ Ժողովուրդ ջան, բարև Բարև ձեզ։ Բարև ձեզ տղեկ ջան։ Ինչպե՞ս եք։ Ոչինչ, սենց էլ մնա լավ է։ Մեր թեման իրականում շատ խորն է, սենց անընդհատ ծավալվելու տեղ ունենք։ Հիմնական դե խոսենք հենց բիզնեսի ու թենիսի կապի մասին, ու քանի որ շատ հին ու տենց երկար ուղի ունեք անցած դուք ձեր ընտանիքով, հա, փորձենք տենց շերտ առ շերտ տենց անցնել այդ բոլոր թեմաներով ու սկսենք ամենա հենց ստարտից, հա, ինչը ուղղեց, սենց ուղղորդեց, որ մտնեք թենիս ու տենց ձեր ուղին շարունակեք։ Շատ լավ հարց էր, ինչ առումով եմ ասում, շատ լավ։ Ուրեմն մենք արդեն սկսել ենք այդ բիզնեսը, սկսել ենք Puma բրենդից ներկրելով, դարել ենք այստեղ Հայաստանում առաջի Puma բրենդ ներկրողը։ Բայց քանի որ ես իմ մեջ մտել էր շատ էի սիրում թենիս, շատ։ Ու ասեմ ձեզ, ես փոքր վաղ չեմ պարապել։ Ամենահետաքրքիր բանը է դա։ Դաժե չեմ էլ իմացել, որ այդպես սպորտ կա։ Այլ ճիշտ մեր դասանից կար մարդ, որ պարապել է, բայց ինքը թաքցնում էր։ Այն վաղ սովետականության վաղ թենիսը պոպուլյարնի սպորտ չէր, ինչ առումով։ Շատերը բան էին անում, մի քիչ բուրժուական սպորտ էր, էլի, սպորտաձև էր, համարվում էր, որ ավելի բան լինել, այդ շտանգայի գնալ կամ բանի, այդ ուժային սպորտերի։ Բայց իմ կյանքում եղավ մի մոմենտ, որ ես 3 տարի Ամերիկայում ապրեցի, ամեն օր թենիս եմ խաղացել այնտեղ։ Դա էլ ուզում եմ մտածեմ ոնց եղավ, որ ես տենց վարակվա, որտեղ այնտեղ շատ լավ պարարտ հող է ստեղծված, որ ամեն այգում կորտերը կա, բաները կա, հենց մունիցիպալ կորտերը, որը գնում ծերի ոչ մեկին հա public են ասում։ Ամեն օր խաղում էի, պատկերացրեք։ Այդպես վարակվելու սկիզբ, հենց 90-ականների սկիզբը 1993 թվականից մինչև 96 թիվը այնտեղ խաղացել եմ։ Ու արդեն լրիվ 0-ից ինքն լրիվ 0-ից խաղացել եմ ու արդեն որ եկած արդեն վարակված էի, որ արդեն մտանք սպորտային բիզնեսի մեջ, մտածեցի, ասի ոնց որ որպես հոբի նայեցի, որ թենիսը կա աստե, բայց ոչ մի ինվենտար չկա, ոչ մի ոչ ռակետ, ոչ ձգելու ապարատներ չկան, ձեռով են ձգում, կա ինչ-որ մեխանիկական էլ մի հատ էլ բաց կա, բայց դե արդեն ոնց որ դուրս էր եկել այդ ցիֆրավոյ բաները։ Ու որպես հոբի ասեցի պետք է Վիլսոնի հետ պայմանագիր կնքենք։ Խոսացի բան Մյունխենում է, էլի Վիլսոնի բանը, գնացի հետները խոսացի բանման, տենց վերեցինք որպես հոբի։ Ու ազնիվ ասեմ, մեծ սեգմենտ չի այդ բիզնեսը, հասկացաք, որ փողի համար անես, ավելի շատ անում ես ոնց որ սիրում ես այդ սպորտաձևը, ուզում ես որ ամեն ինչը ստե արդի ունենան մեր երեխեքը բաները, որոնք դե հույս ունես որ պետք է զարգանա, էլի, չի կարա սենց մնա, չէ՞։ Հա։ Տենց, ուրեմն տենց սկսեցինք, ճիշտը որ ասեմ, նույնիսկ չեմ էլ հիշում որ թվին, մենք 1996-ին սկսել ենք Պումայի հետ ենք պայմանավորվել այդ բանը, կարծեմ 1999 թվին երևի, ես գնացի Մյունխեն, պայմանագիր կնքեցինք, այտենց 99 թվից բան ենք արել։ Վիլսոնը։ Այդ ժամանակ հետո նոր արդեն հետի հետ են։ Իսկ մենակ թենիսում չկար ինչ որ տենց
Սպորտային խանութ, ինվենտար։ որ sense նայես այն մնացածը ինչի հետաքրքիր է, բայց ամեն ինչում էր վակում։ Ամեն ինչում վակում էր։ Բայց էլի խոսքի ասենք ընդհանուր այն ֆուտբոլային բաներից կար Adidas կար, բան կար, տենց։ Բայց թենիսը կոնկրետ, օրինակ մեկ էլ նկատել եմ, հետագայում նկատել եմ այդ ուժային մարզաձևերը, այդ ըմբշամարտման։ Ոչ մի բան չի եղել։ Ես որ հիշում եմ, պրոֆեսիոնալ մակարդակ էլ եղել է, այնց այն 5 սովետական միությունից սպորտ խանութներ կային։ Այնտե ամեն ինչ կար, բայց sense ամբուրակ բան հասկացաք, բայց կոնկրետ որ ես թենիսն էի սիրում, թենիսն էի նկատել, որ ոչ մի բան չկա։ Այդ տարիներին թնդում էր Պուման իրականում այդ խանութը Տերյանի։ Հələ ես ձեզ մի բան էլ ասեմ, շատ հետաքրքիր մոմենտ է, էլի։ Ուրեմն այն վախտերն էր, որ ցանկացած երեխու որ տենում էի, sense մեծի ռակետով էր խաղում։ Մեծի։ Ես ֆայտից թե ֆայտը արդեն sense անցել էր բանի, sense ոնց որ էլի ծանր ռակետներ էին, բայց արդեն անցել էր բանի, այդ գրաֆիտ էր անցել, բայց էլի ծանրոտ, այսօրվա ռակետները չէին։ Բայց հարցը ինչն է, որ ես գնացի ընդ մի քանի թենիսի տրեյներ բաների, այդ մարզիչների հարցրեցի, անուններ չեմ տալի, ասի գնում եմ ինչ ռակետներ պետք է բան տամ, էլի պատվիրեմ, ես չգիտեմ, ինչ քանակի, ասենք, եթե երեխու է, եթե բան է, շատ հետաքրքիր մոմենտ է, այդ մոմենտը, ընդ մեր տրեյներն ասին, դե ինչ փոքրի, մի անգամից մեծի ռակետ։ Վերջ ես որ ընդ գնացի, իմ հետ խոսացին, բան, ասես պայմանավորվեցինք բանման, մեկ էլ հարցրեց, ասեց այդ տղան, դե հիմա ո՞նց ենք բան անում, քանի տոկոս է երեխայի ռակետ կա, քանի տոկոս է բանի, ասի ինձ ասել են բան, մենակ մեծի։ Այդ արդեն Ուիլսոնի հետ։ Wilson-ի ամենաառաջինը, դե ես էլ եմ խամ, այդ ապրանքից բան չեմ հասկանում, նոր պետք է տամ, չգիտեմ, քանի տոկոսը ո՞նց, ասի ինձ ասել են մեծի, ասես նայեց վերես, ո՞նց, ձեր մոտ մարզիչ չկա։ Դու ասե։ Վերջ, ասի դե լավ, այս առաջի բանն է, առաջի պատվերն է, դուք խնդրում եմ ինձ օգնեք, դուք ձեր փորձով այդ տենց բան արեք, էլի առաջինը իրան կարեցին, ու ինչ եմ ասում, մեր մոտ չկար, Հայաստան չկար փոքր ռակետի։ Ես չեմ։ Փոքր երեխեքին, տալիս էին մեծը, դավայ սկսի։ Այդ ժամանակ 10 տարեկան էի, չեմ ունեցել փոքր ռակետ։ Բայց այդ առաջի պարտիան որ եկավ, մանկականների, մարդիկ sense առնում էին, թե sense զգուշավոր։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր, էլի նյուանս կա։ Ծնողները մեծ մասամբ вообще դիլետանտ են, սպորտից բան չգիտեն։ Իրանց համար մարզիչը Աստված է։ Մարզիչը ասում է այդ ժամանակ թե հիմա։ Հենց հիմա է ահավոր, բայց հիմա մարզիչները ահագին բաները գիտեն, ոնց ասեն, ոնց խորհուրդ տան, ինչ չափի ոնց։ Այն վաղ ասում էին, ասենք թե գնացեք, խանութ է բացվել, ասենք թե գնացեք, մի հատ մեծի ռակետ կա, եկալ եք, գալիս էին մեր խանութ, ես կռիվ էի անում, ասում եմ, չէ, չի կարելի մեծի, պետք է իրան, որտեղ ընդ ինձ դասընթացներ էին տվել, որ այս տարիքում, այս չափի, այն տարիքում կռիվ էի անում, հետո նեղանում էին, մարզիչներ կար, որ ասում են, պետք չի էլի, երեխեքին վնաս է ուսին, այս արմունկին, դաստակին։ Փոքրից սովորեն, փոքրով սովորեն։ Գնդակներն էլ չէ, տարբեր են։ Գնդակները հիմա են բան արել, փոխե կատեգորիաները, այն վաղ մեծի գնդակով էին խաղում երեխեքներ, էլի։ Վերջը դες մի քիչ դες բան արեցի, էլի, մի քիչ ոնց որ գլուխ գովալ ալնում, բայց կուլտուրան մցրեցի, որ պետքա փոքրին փոքր, մեծի մեծ, տենց էլի։ Ու տենց քիչ մեկը էլի տրեյներին են հավաքվում։ Մի րոպե մենք իմանանք վաղի, դե այն վաղ սոտովի չկար։ Ասում են գնանք տրեյներին, ասենք որ sense բան եք ասում, նոր տենց համաձայնությամբ պետք է գային տրեյների հետ, որտեղ տրեյներին համարում են Աստված։ Ու սխալ չի ինչ որտեղ, բայց ինչ որտեղ կա, որ շատ տրեյներներ չեն իմանում տեխնիկական մոմենտը, ռակետկայի չեն իմանում իրան, հասկանում ես։ Մեկ էլ հիմիկվա օրով եմ ասում, գալիս են ասում են 280 գրամ, ասենք 9 տարեկան եղել։ Չի 280 բան, այդ մարդիկ մտածել են, որ այս տարիքի համար, այս սրանք են, պրոբլեմ չի, այդ քաշը, կրիտերիա չի այդքան, որտեղ սանր չեն էլ անում։ Անում են այնքան, ինչքան այդ տարիքի երեխեքին նորմալ է, հասկացա։ Մեկ էլ բայց տրեյները ասում է 9 տարեկան երեխա ասում 280 գրամ է իրան պետք։ Լավ էլի, այդ տրեյներն էլ ինձ մոտիկ մարդ է, ես չեմ ուզում բան անեմ, գցեմ այդ ծնողի մոտ, բայց դες բան ասում որ սխալ է էլի, դες հետաքրքիր շատ մոմենտներ կա։
Այդ մուտքը մոտավորապես պատկերացրեցինք։ Հիմնական ես լսել եմ տղաներից, հա, որ միջոցառումներ կային, որ sense ֆինանսավորում, հովանավորում եք, այդ մեծ մրցումներն են ինձ հետ։ Հիշում եմ Ձիադորա քափ ա եղել, Այն վաղ շատ ակտիվ էինք այդ մոմենտով, հա, Սարգիս Սարգսյանն էլ մասնակցել է։ Սարգիս Սարգսյանը բան էր, ինքը գործող թենիսիստ էր, հա, ասենք իրանով շատերն էին ոգևորվում, բան, ես էլ շատ էի սիրում, անդադ իր ցախ խաղերը լայվ նայում էի, բան էի անում, հա, առիթ եղավ, որ պետք է գար Սարգիս Սարգսյանը, մենք էլ արդեն նոր Ձիադորան էինք ներկրել, հատուկ կուբոկ սարքեցինք մռամռով ու նշանով բանի, Դիադորայի ու այդ քափը մեր սաղ լավ երեխեքը խաղացին, ինքն էլ խաղաց, չէ։ Դա ինքը կարծեմ վերջում ինքը հաղթեց Դիադորա քափը Սոֆյան Հարութին ֆինալում բան արեց, հաղթեց։ Տարեթիվը կհիշացնեք։ Շատ տարեթիվը դե հավատացի։ Նկար ունեմ, գիտես։ Չեմ հիշում, բայց էլի շուտ կարողա 2000 թիվ, 99 կարողա 2000 մոտավոր։ այսպես բաներ լա։ Մտեղ նկար ունեմ։ Բայց շատ բան է, այնպես աժոտաժ է, չես պատկերացնում այն վաղվա ծնողները բան։ Հիմա նայում ես պատմություն անցել էլի։ Մենք խոսում ենք, չէ, այդ իվենթները ինչքան մեծ ազդեցություն են փոքր ժամանակ մեր վրա թողել։ Այն շատերը հիշում են այդ բանը, Մենք որտեղ երեխեքն է գալի նայում։ Մենք գալի նայում ենք, հավաքվել էինք, տենց ամբողջ խմբով եկել էինք, որ նայենք, այդ լավ իվենտ էր էլի, հետաքրքիր, հա։ Խաղացել մեր բանի առաջ, ոչ մեկի առաջ չի խաղացել։ Հա, Սարգիս Սարգսյանն էր գալի։ Կանանցն էլ կար, չէ՞ կարծեմ։ Կանանցը։ Թե մենակ Ձիադորա կա։ Չէ, տղեկին։ Հա, տղեկինն է։ Այդ վաղ ով ունեինք աղջիկ։ Հա։ Աղջիկ խաղացող տենց չունեինք, իմ հիշելով, ով կար։ Այդ տարիներին Մարի Գայանեն ստեղ Այդ վաղ չէր, դա ուշ Աննան երևի։ Մարին ուշ եղավ այդ։ Սարենգուլյան Սոնա, Գասպարյան Աննա։ Դե ես իրանց չեմ ճանաչել, չէ։ Իմ վաղտը նենց ա եղել, որ իրանք արդեն չեն խաղացել։ Տրեներ ա եղել։ Հա։ Вообще Սոնային չեմ, կարծեմ Ամերիկա է գնացել, արդեն ես իրան չեմ տեսել։ Հա, տենց։ Մի sense հետաքրքիր թեմա ենք քննարկում, երբ որ փորձում ենք հասկանանք մասսայականացումը թենիսի, հա, ԽՍՀՄ փլուզումից հետո խաղացողների քանակը շատ էր, համեմատած ինչ որ դրան հաջորդող ընթացքի, բայց այսօր մենք տեսնում ենք սիրողականների տենց ավելացումը ու մեր համար տենց ալիքաձև գալիս է, հա, շատ երեխեք 90-ականների վերջ, մի պահ sense բոլորը sense քչանում են, ոչ պոպուլյարա դառնում, այսօր սիրողականները ավելի շատ են, հա։ Հիմա, հա, այդ ձեր տեսանկյունից ոնց է։ Հիմա մեր տեսանկյունից ընդհանուր առմամբ թենիսային ապրանքների վաճառքի բիզնեսից ես ժողում եմ, որ չեմ կարող ասեմ, որ ավելանում է, չի ավելանում։ Բայց տենդենսը ու զարմանում խիա տենց, որ գնում է սիրողականներն են շատանում, սիրողականները։ Հա, շատ։ Որոնք արդեն ուզում են խաղան, տենց իրանց սաղ կյանք թենիսի լավ որն է, որ սա մինչև կյանքիդ վերջ կարես խաղալ։ Հակացություն չունի, հա, ոչ մի հետո կոնտակտային խաղ չի, որ խփեն ոտը ջարդեն բան անեն։ Հա, խաղում են իրանց, մեկը կանգնում է ցանցի այս կողմը, մեկը ու այնքան եմ տեսել այդ Ամերիկայում 80 տարեկան, 90 տարեկան հազիվ շարժվում են, այսինքն ռակետը վերցած ցանցի մոտ խաղում են, հետաքրքիր։ Մեզ մոտ է կան վետերաններ։ Արդեն երևի մեր մոտ է հատիկ պապիկներ, ովքեր ողջ կյանքը երազել են խաղալու, ճիշտ պահն է, ինքը կարակ մտնեք թենիս։ Շատ հետաքրքիր է, որ ասում շատ հարուստ մարդիկ բան, մեկը գալիս է Ferrari-ով գալիս է իր girlfriend-ի հետ։ Դուրս են գալի, հազիվ հասնում են կորտեր։ Գնալ։ Խաղալ շատ հետաքրքիր մոմենտ է, էլի, այդ կուլտուրան այնտեղ բան կա, այդ երևի մեր մոտ էլ լինի։ Ուրեմն սիրողականը շատանում է։ Ու շատ եմ զարմանում ինչի, որ պրոֆեսիոնալը շատ ուժեղ չի զարգանում։ Ես չեմ տենում, որ պրոֆեսիոնալը շատ ուժեղ զարգանա, ինչի։ Որովհետև ահագին հիմա շատ։ Դե ես ծնողել եմ եղել, գիտեք, ասենք։ Շատ է ուզում, որ տղաս շատ լավ խաղա։ Հրաչային բարևներ։ Amigo, հոլա։ Վերջեմ, ահագին մրցումներ են հիմա թենիսի ֆեդերացիան, իրոք։ Միջազգային մրցումներ ես բերել ես մոտիկ, որ մեր երեխաները հենց փող չծախսեն։ Գլխավոր փող, որ ասում են թենիսը թանկ է բան, ես ծնողին ասում եմ հարգելի ծնող ջան, որ եկել է բան առնի, չէ, որ այս ինչ թանկ է, բոթազը, ռակետ կա։ Ասում դա չի թանկը։
Եթե դու ուզում ես քո երեխան խաղա, էդի ոչ մի բան է։ 10% առնում ես, երբ որ լավ խաղա ու դու արդեն պետք է ճանապարհորդեք, գնաք, մրցումներ, ամեն շաբաթ մրցում կա։ Պետք է գնա, էդ է թանկը։ Հիմա ահագին մրցումներ բերած է sense ստեղ Հայաստան, չէ՞։ Պետք է օրենքով ահագին երեխեք լինեին, հասկանում եք, գոնե ամեն մեր մրցումում, ներքին մրցումում, գոնե 32 հոգի իրար նման հավասարոտ խաղացող լինեն, իրար մեջ էփեն։ Իսկ ձեր վաղ տեղը։ Այո, ձեր վաղ տեղը։ Այդ հիփոթեզ մի հատ որ փորձել ենք գեներացնենք, այդ հարցին պատասխանելու համար հետեւյալն է, եթե ինչ-որ կարծիք կա, եկեք շարունակենք այդ թեման։ Երբ որ խոսում ենք այդ 90-ականների մասին, կհիշես, մենք խոսում ենք խմբով լիք խաղացողներ իրար հետ մարզվում, իրար հետ մրցում եւ այլն։ Պատին շրջանը գալիս ակումբներն էին, չէ՞ իրար հետ մարզվում։ Շրջան եկավ, երբ որ թենիսը խաղից վերածվեց սպորտային բիզնեսի ու ամեն ինչ դարձավ ժամավարձ, պարապել, մարզիչին վարձատրել կորտի համար։ Էպոխա փոխվեց, պատկերացնում ես։ Այդտեղ այդ ամեն ինչ փոխվեց ու եթե մենք փորձում ենք այդ համակարգի մեջ երեխաներին սպորտսմեն դարձնել, բայց այդ բիզնես մոդելով, արդյունքում ունենում ենք այն, որ մեծահարուստների ընտանիքի երեխան միայն շանս ունի, այդտեղ դե մոտիվացիայի պակաս այդտեղ էլ նրանցից դժվար է ալում սպորտսմեն, որովհետև հարգելի ծնող, թեմայից շեղվենք, բայց երբ որ ձեր երեխան ամենավերջի հեռախոսն ունենում է ամեն ամիս ու որևիցե ձգտում չունի, իրան հետո սպորտսմեն դարձնելը շատ դժվար է։ Շատ հետաքրքիր մոմենտ է դա, որ ունևորի երեխան շատ դժվար ալում լավ սպորտսմեն է, հետաքրքիր է այդ մոմենտը, որովհետև ձգտումը չկա, մոտիվացիան չկա ու չի լինում։ Օրինակ լիքը բաներ ունենք, չէ՞, այդ ուժային մարզաձևում մենք բան ենք, լավ առաջին դպրոց ունենք։ Ես նկատել եմ մեծ մասը չունևորների երեխաները, որոնք իրանց ճղում են, որ այդ հատակից հասարակական բանը իրանց կարգավիճակից հատակից sense դուրս են գալի դուրս ու դառնում են բան, բայց հաստատ 90%-ով իրանց երեխան արդեն չի կարա։ Այո։ Հետաքրքիր է, էլի։ Համաձայն եմ։ Իրանց երեխան արդեն համենակ շանս չունի, որովհետև իրանք իր երեխուն լավ են նայելու, ինչ ուզում է տալու են, այդ երեխան մի օր գնալու է մարզվելու է, մի օր ասեն լավ փախնենք բան։ Պապան չի իմանա, բան, որտեվ չունի մոտիվացիա։ Իսկ իրանք առավոտից իրիկուն պարապել են, որտեվ ուզեցել են, որ դուրս գան, հասարակության վերին շերտ դուրս։ Հայտնի ասացված կա, ասում է, դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդիկ բերում են լավ ժամանակներ ու լավ ժամանակները ծնում են թույլ մարդկանց։ Որոնք էլ բերում են վատ ժամանակներ, ցիկլը շարունակվում է։ Միշտ։ Այդ հետաքրքիր մոմենտ է։ Ու այդ մոդելը որ կա, ընդհանուր առմամբ, ինքը գլխավոր խնդիրն է, որ մենք էլ ֆեդերացիայով պետք է փորձենք ամեն ինչ անենք, որ ոչ թե վերադառնալ է սխալ դեպի անցյալ, այլ պետք է ոնց որ այդ աստիճանը կարիերայի աճի նորից մենք այսօրվա միջավայրում ստեղծենք, որ փորձենք անել ցանկացած երեխա որևիցե ձևով շանս ունենա բարձրանալու վեր։ Ավելի Եթե հետ գանք բիզնեսին, կուզեի այս թեմայի մեջ խորանանք, ինչքանով է հետաքրքիր, օրինակ այսօր Հայաստանում հաջողված ֆիրմաներին, կամպանիաներին եւ այլն ներդնել XY մարզիկների վրա։ Թեկուզ որպես գովաստ, որպես պրեստիժ, որտեվ հասել ենք այն կետին, որ պետքա մեր գործարար համայնքին այդ ամեն ինչը հասցնի։ Հիմա նայեք, ես որ շփվում եմ այդ ֆիրմաների հետ եմ շփվում, լավ անունով ֆիրմաներ են։ Գլխավորապես այդ մոդելը, որ ռեկլամի համար ֆիրման, ասենք երեխային ոնց որ ամեն ինչով ապահովի, բան ծախսանի, բանանի ու իր ռեկլամի համար, դա լինում է մի քիչ նորմալ երկրներում բանի առումով, եւ նորմալ երկիր ասելով ուզում եմ հասնեմ համ էկոնոմիկայով նորմալ, համ էլ քանակով, մարդաքանակով, որ շատ են, ասենք հիմա Հայաստանը 3 միլիոն մարդ ունի, չէ՞, որից ասենք
2000-ն է բանանում, ասենք թենիսի մեջ, ասենք չէ։ դե հիմա ասում եմ։ Լավագույն ձևն եմ ասում։ Դա ոչ մի բան է բիզնեսի համար, որ ինչ-որ բիզնեսմեն, այսինքն իր ստացած շահն էլ է քիչ։ Ինքը իր ստացած շահի մի մասը պետք է դնի զարգացող երեխեքի վրա, ռեկլամի վրա, բանի վրա, չէ՞։ Քիչ է։ Հիմա ես մեկ-մեկ ըլնում եմ, ասենք լավ երեխա որ ըլնում է, ծնողը գալի ասում եմ, կարաք բան անեք, սպոնսորություն անեք, բան անեք։ Ես չեմ կարա, հասկանում եք, բայց ես զանգում եմ այդ ֆիրմային, ասենք head-ին զանգում եմ, ասում եմ, ասես լավ երեխա ունենք։ Իրանք իմանալով, որ մենք փոքր ենք, դե մենք իրանցից ենք, չէ՞ վերցնում։ Հետաքրքրված չեն։ Չէ, եթե իրոք լավն է, դու ապացուցես, որ լավն է, անպայման կվերցնեն, կանեն, արդեն իրանց ֆոնդից, ոչ թե քո, բայց այն լավ երկրներում Ֆրանսիա, Գերմանիա, բան, այդտեղի դիստրիբյուտորը ունի այդ ֆինանսները, որտեղ այնքան է վաճառում, այնքան օգուտ ունի։ Շուկան մեծ է։ Հա, շուկան մեծ է, ամենակարևոր բաներից մեկն է, շուկան պետք է մեծ լինի, որ այդտեղ բանը եռա, էլի, կոնկրետ այդ սպորտաձևի համար ամեն ինչը համ սպոնսոր, որտեղ իրանք ունեն ասում են լոկալ սպոնսորություն, կա միջազգային սպոնսորություն։ Միջազգայինը ֆիրման կվերցնի իր վրա, լոկալն է դու պետք է անես։ Հիմա ես ասում շատ լավն է, բայց ես հնարավորություն չունեմ, ինչ կարող անեք։ Իրանք եթե ես ապացուցեմ, որ լավն է, ցույց տամ, ասենք ռեյտինգը, ասեմ, այսքան է միջազգային երախու, էսա, այնա, եկալ եք, չեք փոսում անի, ամեն իօքուտ ձեզ եմ ասում։ Այդ վաղ տենց է ստացվում, այդ եմ ասում, հիմա բիզնեսի առումով փոքր է մեր բանը, շուկան, շատ փոքր է, որպեսզի տենց կարողանանք ավելի բան անենք, էլի, մենք ասենք ունենանք մեր մարզիկներին, միջազգայինն էլ ունենա Իրանը։ Իսկ հետաքրքիր է, շուկան փոքր է, համաձայն եմ։ Քանակը իրականում երկու հարց է։ Առաջինը, այդ քանակը եթե ավելանում է սիրողական մարդկանց շնորհիվ, այսինքն 2000-ը դառնում է 20000, 200000, շուկայի որակական մասը նույնն է մնում, թե մեզ պետքա սպորտսմեններով լցնել այդ քանակը։ Դե բիզնեսի համար Կարևոր չի, թե կարևոր է։ Կարևորը բիզնեսի համար ավելի կարևոր է, ինչքան նոր սիրողները շատ են։ Սիրողները շատ են։ Այս բիզնեսի համար ոնց որ շարժիչ ուժը օգուտ բերող այդ սիրողներն են։ Ինչի, որովհետև օրինակ ես ինձ վրա եմ վերցնում, ես այն լավ, ակտիվ, լավ երեխեքին ինչքան հնարավոր է զեղ չեմ անում։ Դրանից բան շատ քիչ է մնում օգուտ, հասկացա՞ր։ Ես սիրողներին չեմ ճանաչում, նրանք էլ չեն ասում հոպար ջան բան, ես ոսկի Միքայելի աշակերտն եմ, ինձ կարաս բան անես կամ ծնողը գա բան անի։ Ես մեծ սիրով քասար ինչ հնարավոր է անում սպորտսմենի համար, բայց բիզնեսի առումով տեսնեմ, որ սիրողները շատ են, ավելի օգուտ է։ Բայց սիրողները շատ լինելու համար պետք է լավ պրոֆեսիոնալներ ունենաս, որով վարվեն այդ սիրողները, ասեն, հա, էլի։ Փորձես ներքաշել։ Հա։ Հետո երեխեքը այդքան շատ չեն։ Այն սովետական միության վախտով եք շատ եղե, որովհետև դպրոցներից գնացել սելեկցիա են արել, բան են արել, մինչև հիմա մեր մոտ չկա այդ բանը։ Փորձեր եղավ, ինչ որ փորձեր են ուզում անում, որ գնային դպրոցների հետ խոսան։ Եղել է, արել են։ Անհատ ինչ-որ մակարդակներում կամ ակումբային է եղել, հիմա պետք է փորձենք մասսայական ինչ-որ ինստիտուցիոնալ ծրագրեր սարքենք, թե չէ ամեն ինչ եթե թողել ենք միշտ ինչ-որ անհատական կամ թեկուզ ակումբային մակարդակով երբեք չի աշխատել։ Անելիքը շատ-շատ է։ Պետք է ավելի մասսայականացնել։ Դե շատ կարևորություն են տալի դուրս այդ կոչվում է grassroot, չէ՞։ Այո, մասսայական հենց սպորտն է, grassroot։ Տակից գա, որ երեխեքով ներքևից շատ օրինակ մի հատ օրինակ բերեմ, ասենք լիքը շատ դպրոցներ ունենք, որ անխնամք sense տարածքներ ունեն, ասենք կարանք առաջարկենք թեկուզ պետությունը ինչ որ թեթև մինիմալով, ասենք կորտեր սարքի դպրոցներից սկսեն ինչ որ տենց խաղալ շատ հետաքրքիր կլինի, ինձ թվում այդտեղից կարելի է վերցնել, էլի, սպորտսմենների։ Այսօրվա այդ դպրոցների տարածքի չեմ անում, կհերիքի բան է, օրինակ դրսում գիտեք, օրինակ այդ ոնց է սպորտը զարգանում, հենց դպրոցից։ Դպրոցը ունի ստադիոն։ Հա։ Ֆուտբոլ են խաղում, այն ամերիկյան ֆուտբոլը, խաղում են եվրոպական ֆուտբոլ։ Այդ ամեն ինչ ունի այդ ինֆրաստրուկտուրան, կորտերը ունի։ Այո։ Հետաքրքիր է, այդ դպրոցից ու չեմպիոնատն է գնում դպրոցների մեջ։
Այդ ամեն ինչը բան է, ստեղծում է այդ մակարդակի։ Պրոսները իր այրթին Հետո գնում են կոլեջները քոլեջները ունեն, մեծ ստադիոններ ունեն, կզարմանաս։ Վերջերս նույնիսկ այդ երիտասարդների մոտ այդ համալսարանների տրենդը ինչով է ավելի տարածվում, մարդիկ մեծ մասամբ անվճար ուսում ստանալով բարձր կարգի հայտնվում են մի հատ տեղ, որտեղ դպրոցը իրանց ամեն ինչով ապահովում է լավ պարապելու համար, հա։ Այո։ Ենթակառուցվածքները այնքան լավն են, որ Իդեպ մեր երեխեքը ահագին այս վերջի տարիներին օգտվեցին այդ այո, մոմենտից Ամերիկայում, որ ասենք լավ սպորտսմենին իրանք լրիվ ծախսը փակում են, սովորում են, ուսումը տալիս են ծնողները նաև պետք է հասկանան, որ սպորտի տալը միայն իրանց վնաս չի հասցնում, օրինակ իհարկե վերջում երեխան լավ նույն համալսարաններում միայն ուսմամբ ընդունվելու համար ձեզ ահավոր շատ տանջվել է պետք, բայց բարձրակարգ թենիսիստը շատ հեշտ կարա ինքը անցնում է առանց վճարի բանի սովորում է, լրիվ անվճար դիպլոմա ստանում է, շանսը ստանում է նորմալ, ասենք, մարզվելու, բան անելու։ Մեր երկրում մի հատ էլ պրոբլեմ կա, օրինակ կանանց մոտ, երիտասարդ աղջիկների մոտ շատ ավելի հեշտ է, տղաները իրենց զինվորական ծառայության հարցերով էլի բարդությունների են բախվում։ Իդեպ Սարգիս Սարգսյանը, որ մեր այդ ամենաբարձր կլասի խաղացողն ա եղել, բանի միջով է գնաց, հենց համասարանային թենիսի միջով է գնացել։ Ինքը համասարանում կարծեմ վայլքարտ տվեցին, չէ՞։ Ինքը համասարանում իրանց համասարանը իր օգնությամբ հաղթում է բանը չեմպիոնատը համասարանների մեջի թենիսային։ Իրան wild card են տալի US Open-ի։ US Open-ն էլ երկու շրջան անցնում է։ Դա մի անգամից քանի միավոր տվեց ու ինքը տենց գնաց։ Եթե այդ wild card-ի բանը չստացվեր, ասենք հենց մի անգամից առաջի բանում կրվեր, չգիտեմ ինչքան կլներ իր բանը, որ իրականում հենց Իրանից եմ լսել, որ այդ ուղին սարսափելի դժվար է, դուք չեք կարա հույսը դնեք, որ ձեր մոտ կստացվի, ասենք 100,000-ից մի հատ տենց դեպք է լինում, բայց մյուս կողմից այս հնարավորությունները շատերը եվրոպացի տենիսիստներից էլի վերցնում ու դրանցից սկսում են օգտվել։ Դա է շատ հետաքրքիր։ Դե հիմա մեր փորձը ցույց է տվել մեր հայը հլվոր այդ ձևով է։ Միայն այդ ձևն է։ Մեկ էլ պետք է սուպեր տաղանդ լնես, որ 16 տարեկանում բան սկսես կրակել, ես մարսում եմ էլի պետք է բանը լիքը բանա պակասում, ֆինանսավորում ու լավ մասնագետ, որ այդ մակարդակին հասնես արդեն 16 տարեկանում էլի։ Այսինքն հետևություն հիմա կարանք անենք, որ մեր այդ մեծ կորպորացիաներն ու ֆիրմաները դեռ մոտակա ընթացքում հետաքրքրված չեն լինի սպորտսմենները։ Այսօր ես նայեք ոնց եմ մտածում։ Այսօր ես նայում եմ իմ կարծիքով ամենագլխավոր սպոնսորները մեր սպորտի բանի մենակ տենում են բանկերին, որովհետև բանկերի համար ստեղծված է նենց պարարտ բան, որ սա բանկերը միլիոններով փող են աշխատում։ Իրանց տարեկան բաներն է ցույց տալի, էլի, որ այդ բանկը իր համար պրեստիժ է, որ թենիսիստը ունենա, ասենք, ստե գրած բանկի անունը, Արչին բանկ կամ Լուբոյ, Ագվա բանկ։ Իրանք ունեն այդ ֆոնդն էլ ունեն, իրանց մոտ ֆոնդավորված է այսքանը սպոնսորության, այսքանը բարեգործության, այսքան հասկացար, շատ մեծ նշանակություն ունի այդ բանկի ղեկավարի մոտեցումը։ Եթե սիրում է, անհնար է այդ ֆոնդի մի մասը լավ սպորտսմենի չաջակցի։ Հասկացար։ Ես դեմ եմ, որ բանկերը նախ մեր բանկերը առաջի բանն է, որ պետք է անեն այդ բանը ու հպարտանան, որ սենց սպորտսմենը գնում իր բանկն էլ Ռոլան Գարոսում խաղում է, գրած է Արչին բանկ, սաղն եմ ես ինչ բանկ է, բայց հասկացար։ Լոկալ առումով ես օրինակ որ Վրաստանում եմ նայում, իրանց մարզիկները այնպես չի, այնց բացի մի կամ երկու օգուց եթե հանենք դուրս, մնացածը այնպես չի, այնց top 100-ակում են եւ այլն, բայց դե պետությունն էլ իհարկե կա այս հարցում, բայց պետությունը եթե մի կողմ դնենք, հասարակությունը, բիզնեսը, հա, իրանց բավականին sense ուշադրություն դարձնում է, ասենք հասարակ իրանց Դեվիս Քափում հաղթած խաղը մի հատ այնց աժոտաժ են անում, մարդիկ սկսում են հետաքրքրվել շատ խաղալ։ Էդ էլ հո մեր չափ շուկա է ու տենց։ Հա, համաձայն եմ, բայց նայի
որ նայում ես այն տեսակետից, որ իրոք իրանք դպրոց ունեն։ Մեր մոտ հələ կայացած չի, ես տենց եմ պատկերացնում։ Իրանք ունեն դպրոց սովետի վաղտվանից։ Համ ֆուտբոլը, համ բանը, համ թենիսը։ Իրանք Wimbledon-ի ֆինալիստ ունեն, բան ունեն, հասկանում ես, որով հպարտանում են։ Այսինքն էդի մտածա իրանց մեջ, որ մենք իրանք կարան լավ լինեն։ Ու իրանց երեխեքը ես շատ եմ հետևել էլի բանին։ Այդ բանի մրցումների վաղտ, այդ Tennis Europe, Tennis Europe, ITF իրանք ավելի շատ են։ Քանակով շատ են, բայց ասեմ քանակը բերում է որակի։ Որակապես, որ ասեմ, եթե մի քիչ շատ լինենք, որ ասեմ մենք փոքր տարիքի երեխեքով իրանց զիջում ենք, վերջի գոնե 10 տարի։ Չէ, դու կարաս գնաս փոքրում, ասենք կերես վրացիներին բաներին կարաս, բայց իրանք շատ են ավելի։ Իրանք խեղդում են քանակով, հասկացար, ու իրանք որ ունեն դպրոց, իրանք ունեն դեմքեր։ Հաջորդ քայլը ասար անդադ ձգտում են դրան ու գնում են։ Կարևոր է մոտիվացված։ Մեր մոտ մինչև հիմա օրինակի համար ասեմ քեզ զարմանալի է ֆուտբոլը, որ մեր ազգը ինչքան է սիրել ֆուտբոլ, չէ՞։ Կայացած չի։ Ֆուտբոլը պետք է ֆինանսավորվի որտեղից։ Տոմսերի վաճառքից, խաղացողների, ասենք, այդ սպոնսորությունից, ֆիրմաների, խաղացողների վաճառքից, որ խաղացող ստեղծես, զարգացնես վաճառը, չէ՞։ Ֆուտբոլը ունի այդ ֆինանսավորման ձևերը։ Ու ֆուտբոլը այսօրվա դրությամբ մեր ֆեդերացիան ամենաբանն է ֆուտբոլի։ Բայց կայացած չի։ Այսինքն ծնողներն են մենակ գնում ստադիոն։ Տոմսը չեն առնում։ Մինչև հիմա տոմս ներքին ակումբային խաղերի մասին։ Հա, տոմս չի վաճառում մինչև հիմա։ Հասար Վրաստանում խոթեն չի։ Դենց ուժեղ չեմպիոնատ է անցկացվում։ Այդ Վրաստանում, Ռուսաստանում, ահա որ ուժեղ, օրինակ Ռուսաստանում նենց փողեր افռում, բայց մենք մինչև հիմա մեռած ենք։ Հասկանում ես, եթե ֆուտբոլը տենց է Հայաստանում, դու ինչ ես կարծում, բանը ո՞նց կլինի։ Դե թենիսը մենք ինֆրաստրուկտուրայի խնդիրել ունենք։ Ձմռանը։ Հիմա վաղը եթե ես ելնեմ բանկի տեր, ես հաստատ մի երկու հոգու բան կանեմ։ Ֆինանսավորեմ բանկի շահույթից, էլի։ Ո՞նց անենք լինես։ Դե դա արդեն դուք մտածեք, ձեզ իդեա ասեցի։ Չէ, իրականում այդ ինֆրաստրուկտուրան էլ է խնդիր էլի թենիսի համար, որովհետև ձմեռը մեռնում է։ Ձմեռը փակ բաներ չունի։ Մեռնում է։ Աստորեն։ Ասենք ում հարցում ես մի երկու բանի անուն ասում, սա էլ բան չկա։ Հա, չունենք, իրականում չունենք։ Մարզիչներ կան գնում, այս դպրոցի հետ են խոսում, այն դպրոցի հետ բան։ Խնդիր է, ասենք խաղացող երեխան, այդ 14 տարեկան արդեն պրոֆեսիոնալ, որ պետք է արդեն գնա այդ ուղին ընտրելա, չունենք տեղ, որ ինքը ձմռանը աշխատի, իսկ այդ ձմռան ամիսները շատ կարևոր է։ Այդ մի խնդիրն է, մյուսն է պաուզան, ահա որ բան է պաուզան սպորտի մեջ, որ շատ երկրներ իրենց ազգային թենիս ցենտր ունեն, էլի National Tennis Center։ Դե հիմա կներես, այ մի րոպե լավ է, որ ասիր շատ Օրինակ Վրաստանը ունի։ Այ այդ է ուզում ասել։ Օրինակ Վրաստանը, չէ՞, Վրաստանը թենիսի ֆեդերացիան բյուջե ունի, չէ՞։ Այդ բյուջեի ահագին բան պետությունը փող է տալի։ Այո։ Որովհետև գտնում է որ թենիսը այն սպորտն է, որին պետք է բանանալ, որ երեխաները զարգանան։ Բայց մեր մինչև հիմա նույնիսկ այս բանի փոփոխությունից հետո չեմ տեսել, որ երևի 5 միլիոն դրամ է տվել, հիմա երևի տալիս է 10 միլիոն, ասենք թե դրամ։ Հա, որը Հայաստանի առաջնությունը հասկացա։ Ծիծաղալու թիվ, հասկացա՞ք։ Այսինքն հələ սպորտ չի համարում մեր բանը։ Ես հիշում եմ, քանի 100 միլիոն տալիս էր շախմատին, ոսկի, հասկացա՞ր, բանի այդ երևի ըմբշամարտ, ծանրամարտ, բան, ինչ որ քանակի տալիս է։ Բայց թենիսը սպորտ չեն համարել, լուրջ եմ ասում։ Թենիսը մի քիչ Դե ո՞նց կարա զարգանա, պետք է աջակցես։ Փաստերը պետք է լսելի դարձնենք պետությանը, պետական աշխատողներին, որ առաջին թենիսում գրեթե նույն համամասնությամբ աղջիկներն ու կանայք խաղում են։ Հիմա ինձով կարա համոզի, որ օրինակ ըմբշամարտում այդքան կին է։ Հիմա շատ կարևորը չի այդ մոմենտը չի։ Հիմա նայ, ես էլի սպորտային ֆիրմաների հետ շփվում եմ, չէ՞։ Ինչ եղել է, որ լավ ընկերներ ունենք, ասենք ըմբշամարտից, բանից, որ լավ աշխարհի չեմպիոն, Իմիջայլոց, հա, իրանց արդյունքները։ Ու հարց է եղել, կարանք բան անենք, սպոնսորություն բան անենք։ Նույնիսկ չգիտեն, այդ ի՞նչ է։ Այդ սպորտաձևը, որ ասում ես բան, ուզում ասեմ, իրանք ասում են, չէ, դա ով է նայում, հասկացա՞ք։ Հա,
Թենիսը կարելի ասել բանն է, ֆուտբոլից, ընդ բոքսից, բանից հետո այդ որ նայելու բանով, քանակով, որ ճանաչելի է, դա բանն է, թենիսն է։ Որ ինքը sense մի հատ Հայաստանի դրոշը sense դնի, ստե, ավելի շատ մարդ կտենա, քան օլիմպիական չեմպիոնը բանի, ըմբշամարտի։ Չեմ ուզում գցեմ այդ բանը, իրանք ահավոր լավ աշխատում են, լավ բանը, փառք ու պատիվ, ամեն ինչը տեղն է, բայց փաստ կա էլի, որ փողը որտեղ է առաջանում, որտեղ հեռուստատեսությունն է, հասկացար։ Եթե հեռուստատեսությունը նպատակահարմար չի տեսնում, էսի ցույց տա բանանի, որտեղ արդեն ռեկլամներ դրվեն, փող գա։ Всё, ուրեմն այդ չես կարա դու դրա վրա հույս դնես, որ նույնն էլ նշանակում է այդքան անգամ քիչ մարդ տեսավ, որ Հայաստանի դրոշը բարձրացավ։ Բայց թենիսը մի հատ հələ թող մեկը մի հատ Wimbledon կրի, դու տես Հայաստան բառը, որ սա ասում են Ալբանիա, ոչ թե Արմենիա, էլ չեք խառնի, էլ կյանքում չեն խառնի։ Այո։ Համաձայն եմ։ Իրականում տենց է։ Որտեվ աուդիտորիան շատ մեծ է թենիսի։ Հա։ Ու այդ մասնակցության մասով է խաղալու, բացի նրանից, որ նույն համամասնությամբ այդ գենդերային որևիցե քաշի եւ տարիքի հետ կապված հակացություններ չունի, այսինքն հələ վերջի բաներն են ցույց են տալի, որ 10 տարի ավել ես ապրում։ Դե հա, դա արդեն գիտական հոդվածներ է։ Բժիշկները։ Եթե հա տենիս ես դու պարապետ, մինչև հիմա տենիս ես խաղում, ասենք այսքան տարի ավելի շատ ես ապրում, էլի։ Իհարկե։ Հիմա դա է, որ օրինակ զարգացման տեսակետից, երբ որ մենք որևիցե շանս չենք թողում այն երեխեքին, ովքեր ամբողջ կյանքը թենիսի մեջ են դրել, մեր այդ դպրոցը ստեղծելու այդ շղթան, ասենց ինչ-որ մի կետից կանգնում է, ասենք 16 տարեկան երեխա։ Հա, որտեղ ծնողը ընտրում է, ասում է ուսում է, թող գնա ավելի լավ սովորի, չէ, հույս չունեն, որ ինքը ճշմարտությունն ունի, որ ինքը հույս չունի, որ կաչի, հասա, գալիս է ընտրության վաղտը 14 տարեկան, 15 տարեկան, չէ, թող գնա բան, որտեղ հույս չունեն որ բանը։ Բայց հիմա դուք նկատում եք, չէ, որ տարից տարի նույնիսկ այն բանի վաղտ այդ պանդեմիայի վաղտ էս բանի։ Մի քիչ իջավ, բայց կտրուկ էլի sense պրիզավոյ ֆոնդը կտրուկ աճում է։ Ինչի հաշվին է։ Մենակ հեռուստատեսության։ Աուդիտորիա։ Հեռուստատեսության աուդիտորիայի հաշվին։ Թե չէ չի կարա այդ փողը աճի, հասկանում ես։ Ահագին փող են գեներացնում այդ տուրնիրներն, բաներն, սպոնսորությամբ ռեկլամներով, չէ, ռեկլամ, ով ռեկլամա տալ այդ ֆիրմեքը խեն տալի, միլիոններ են տալի։ Ու դա էլ գալիս է նայելով, ինչքան շատ մարդ է, հոպ, այսօր վերին ցույց տվին, ապացուցին, որ 20%-ով ավելի շատ մարդ է նայե։ Всё, մյուս տարի ավելանալու է այդ պրիզավոյ ֆոնդը, որտեղ արդեն գնալու են, ասեն, «Այ, այն վաղ նայում էր 10 միլիոն մարդ, այս տարի նայելով 12 միլիոն մարդ»։ US Open-ը այս տարի 5 միլիոն է։ Ուզում ասեմ, այդ դա է փող բերողը, էլի։ Քանակը մարդկանց փողա դառնում։ Պետք է մասսայականացնել։ Դրա համար եմ ասում, մեր 3 միլիոնը ոչի բան է, որից ասենք 2000 հոգի են իմանում ինչա թենիսը։ Իսկ եթե մեր 3 միլիոնից 2000-ի տեղ 40000 մարդ հիպոթետիկ թենիսի մեջ է որևիցե ձևով խաղում է։ Դե հիմա նայի, եթե եղանակ փոխում է։ Բա դու հիմա նայի, եթե ասենք թե լինի թենիսի ֆեդերացիան ունենա, ասենք 40000 մարդ բան անդամ, որը անդամ վճար տա։ Դա արդեն մի բան է, չէ՞։ Ինչ որ շատ է եղանակ փոխում։ Արդեն անդամ վճարը տալիս են, դա էլ օգտագործվում է թենիսի մեջ, որտեղ ֆեդերացիան ինչա շահույթ հետապնդող չի։ Իր այկած փողը պետք է ծախսի պոպուլարացնելու թենիսի, չէ՞։ 40000-ը պետք է դարձնի 50000, 50-ը 60000։ Դա մեծ տարբերություն է։ Ես կարծում եմ, մեր զրույցի ամենասկզբունքային հետևություններից է, որ ցանկացած ձևով այսօր, եթե մենք ուզում ենք Հայաստանում այս սպորտը զարգանա, ցանկացած ձևով պետքա գոնե թեկուզ տեսողական, թեկուզ մեդիան, թեկուզ մեր ոդկասթը կլինի, թեկուզ մեր Instagram-յան այդ պոստերը կլինեն եւ այլն, մարդկանց առաջի քայլով պետք է այտենց հասանելի դարձնես ինֆորմացիան, տեսնի։ Բայց ոնց ասեմ, պետք է մարդն ես օրինակ ծնողներից նայում եմ 90%-ը գաղափար չունի թենիսից, ինչա թենիսը բան։ Այսինքն զգում եմ, որ հələ ոնց որ շատ հետ ենք էլի, որ պետք է ծնողը, ոնց որ ասած ծնողնա չէ թենիսի տանում։ Այո։ Եթե հələ այդ սելեկցիան բանը չկա, որ դպրոցներից վերբով կանես,
բանի երեխեքին տանես։ Ծնողը պետք է ուզենա, չէ, որ գնա։ Դե ուզենալու համար պետք է սիրի ինքը, պատկերացնի, ասենք, իր երեխան ինչ կարա դառնա։ Թենիսի լավ գիտես որն է։ Ես հիշում եմ դպրոցում շատ լավ ֆուտբոլ էի խաղում, շատ լավ բասկետբոլ էի խաղում։ Բայց գալիս է մի տարիք, որ դու բան ես, կողմ ես քաշում, ասում ես, չէ, չեմ գալի ֆուտբոլ խաղալու, ոտիս ես խփում, արդեն մեծ եմ, բան, կարող է խփես ջարդես բանը։ Թենիսի լավ է նա, սաղ կյանքդ խաղա։ Ես է դաժե բան չդարար, ահա որ օգտակար է։ Նույնիսկ դարար ամենալավ բիզնեսմենը, մի հատ ուրիշ բիզնեսմենին ասում ես արի խաղանք։ Գնում ես խաղում ես, մի հատ կորտերում ասում ես չփորձենք մի հատ էս բանը անենք, բիզնեսային հարցեր ես լուծում։ Բայց թենիսի շուրջ է, էլի, շատ հետաքրքիր սպորտ է։ Ու տարիք չկա, բան չկա, ոչ մի կոնտակտ չկա, էլ չեմ ասում բանը, մակարդակը, էլի, արդեն այդ կուլտուրան, այդ որ դու թենիսային կուլտուրան արդեն կորտում քո պահվածքը, որ դու բանը, դու դառնում ես շատ նորմալ մարդ։ Հենց դրանից սկսած, էլի, եթե դու ընդունում ես թենիսի օրենքները կորտում, դու նույնը անում ես քո կյանքում։ Ես տենց եմ պատկերացնում։ Հենց այդտեղից շարունակվում է, եթե այս տվյալ սպորտը ինքը ստրատեգիական սպորտ չի համարվում, այ մենք պետք է հասցնենք պետությանը նրան, որ այսենց լիքը ուղղություններ կա, որտեղ թենիսը ավելի մասսայական պետությունը պետք է առաջիններից մեկը դնի, որտեղ ասում եմ, թենիսի մի հատ հայ մարզիկ, որ ասեն թենիսիստ մի անգամից բան անը։ Այս վերջերս այս մեր աղջիկը, չէ, Էլինային բան վերցինք մեր ֆեդերացիա։ Ոնց որ ցավոք սրտի հələ ասենք տենց լավ էլ ելույթ չունեցավ, առողջական խնդիրներ ունի, հա, բայց ես նայում էի բանը ու շատ էի ուրախանում, ասենք լայվ նայում եմ Ռոլան Գարոս, հա, անգլերեն լեզվով ասում են Արմենիա, հասկացա՞լ, մենակ այդ բանը, Արմենիա չի հնչել բաներում։ Մենք հա այս վակուումից ենք նայում, մեզ թվում է ստեղից նայելով այդքան է պոպուլյար չի, բայց գնում ես օրինակ Փարիզ, անունը տալիս ես անցորդին նույն Էլինայի, շատ հանգիստ, մանավանդ որ մի քանի խաղ հանկարծ հաղթած է։ Եթե հաղթած է, վերջ, դրանով են ճանաչում։ Մեր բանը գնա Գերմանիա, ասում ես Արմենիա, որ հասկանում է, որ Ալբանիա չի, Արմենիա է, միանգամից բան են անում։ Օ, Միկի, բան, հիշում են հələ, դոտ բան։ Հիմա Իտալիայում ընդհանրապես, Իտալիայում գնում ես, հա, եթե մանավանդ Ինտերի բան եղավ, օ, միանգամից։ Սարգիսի օրինակ ուր որ հասավ թենիսով, տարբեր տեղեր մինչև այսօր շատ է լինում էլի, ասում են դուք մի հատ sense խաղացող ունեիք։ Տենց են ճանաչում, բա տենց են ազգին ճանաչում։ Եթե ոչ մեկ չունենաս, դու ու վստահաբար եմ ասում, վստահաբար միջին ֆրանսիացին ավելի լավ կարա ճանաչի Սարգիսին, քան միջին հայը, դա էլի լուրջ խնդիր է, շատ խնդիր է, բա ինչ է։ Շատ։ Բանը դու պատկերացրա լուրջ եմ ասում, Պորտուգալիան որպես Եվրոպայի պետություն, տենց անուն չունի, բայց մենակ Ռոնալդոյով, որ Ռոնալդո, սա Պորտուգալիա, հասկանում ես ինչ է դա։ Պորտուգալիան տենց Եվրոպայում տենց բան չի, բայց չերես Ռոնալդո, ինքը դարձեց բան։ Հիմա դաժե դարել է բան։ Այս 40 քանի տարեկան է, չէ՞ ելնում այս աշխարհի առաջությանը մոտակա ուզում եմ մասնակցի։ Ու ինքը բաների մեջ է, այդ contender-ների, էլի ոնց է կոչվում։ Հավակնորդների մեջ է, որ կարա աշխարհի չեմպիոնը լինի։ Չէ, Ռոնալդոն չէ, թիմը, Պորտուգալիան։ Օրինակ 17 տարեկանները Պորտուգալիան աշխարհի չեմպիոն դարձավ, 3-4 օրը։ 17 տարեկան։ Արդեն որտեղ Ռոնալդոյի համար ապելիք երեխեք գնում են այդ սպորտը։ Ավելի մասսայական է դառնում։ Փաստը կա, մարդը ամենացածրից բան արդեն իր կյանքի ապագան ստեղծել է։ Շատ հայտնի դեպք կա, Սերբիայի պրեզիդենտը ինչ որ միտեղ ներկայանալուց իրան գալիս հարցնում են, ասում են դուք ո՞ր երկրի պրեզիդենտն եք, պատասխանը գիտեք ինչ անում, ասում է ես այն երկրի պրեզիդենտն եմ, որտեղից է Նովակ Ջոկովիչը։ Օ, միանգամից պետք է ունենաս լավ մարդիկ, լավ սպորտսմեններ որ ունենաս, դու դրանով կարաս ներկայանաս, էլի որպես բան։ Օրինակ մեր Շարլ Ազնավուրը Ֆրանսիայում տես բան չկա, դու ասում են ով ես, որտեղից ես, ասում ես Արմենիա, չէ՞։ Դե հիմա արդեն գնալով կվերանա էդի, բայց այն վաղտ որ ինքը ապրում էր,
Արմենիա մի անգամ շաղ ասած էդի շատ բան է ինչքան շատ այնքան տենց ճանաչում ավելի բիզնեսի համար այդ հայտնի մարդկանց ունենալը հենց քո միջից ինքը շատ կարևոր է ու թենիսը այդ ռեսուրսը ունի ինքն իրանով քանի որ ինքը ինդուստրիա սպորտ է, հա, ինքը ուղակի մարզաձև ինքը շատ ուժեղ սպորտ է, ինքը շաբաթը մեկ մրցումներ է, դա ամեն սպորտաձև չունի այդ ռեսուրսը, որ բիզնեսը ստիպված պետք է անդադ փող մրցի, պետք է մրցի, որտեղ ամեն շաբաթ մրցում է ու առանձին։ Ամեն շաբաթ չեմպիոններ են ելնում։ Ու բրդը մի հատ չէ։ Մի քանի տեղ գնում է, դա շատ հետաքրքիր սխեմա է բանի, շատ հետո շատ հետաքրքիր մենտալիտետով ամեն սպորտեն չի, որ ինքը չունի ժամանակ։ Հասար, մինչև վերջ կարաս դու կրվելուց ելնես, հետո հետ գաս։ Էդի ֆուտբոլում 2-0-յա պահում են, վсё, բրծավ։ Մարդ ձևավորելու բան էլ ունի, էլի, հա։ Մարդ ձևավորող սպորտ, հա, որ ուրիշ մենտալիտետով շատ հետաքրքիր սպորտաձև է։ Հետաքրքիր է շատ։ Այ անցյալից եկանք, այսօրվա ասենց միջավայրը պատկերացրեցինք։ Հիմա փորձենք մի քիչ ապագան ասենց պատկերացնենք, հա։ Բիզնեսի կողմից, օրինակ, թենիսում այդ հնարավորությունները որպես այդպես թենիսային բիզնես կամ ընդհանրապես սպորտային մասով մեր երկիրը ունի այդպես ապագա հաստատ ունի, կգա լավ վախտեր կգան, լավ բաներ կգան, հաստատ կլինի, դա վստահ եմ։ Ես կլնեմ, չեմ լնի, մեկը կլնի, չի լինի։ Բայց ես նայում եմ որպես ծնող եմ նայում։ Նայ, ես ահագին սխալներ արեցի իմ որդուս, անպայման ուզում էի բան լինի։ Լավ թենիս խաղացող լինի, բան, տվյալներն էլ ուներ լրիվ, էլի։ Հա ինչ որ մակարդակից էլ չկարողացանք աճացնենք, բայց ահա որ լիքը սխալներ արեցի որպես ծնող։ Հիմա ես վստահ եմ, եթե ինքը ընտանիք կազմեց բան, թոռ ունեցա, թոռանը առաջ եմ տա։ Յատգրայուս էլի։ Արդեն այս սխալները հաշվի առնելով լուրջ եմ ասում, հենց այդ ցիկլի մասին է, ես լիքը բան ապահովեցի բան, երբ իմ տղեն բան չարեց։ Մոտիվացիան այդ կրակը չվերցրեց, որ պետք է, որտեվ ամենակարևորը երեխեն է։ Պրոդուկտը որպես պրոդուկտ ինքն է, հասկացար, հետո գալիս է մարզիչը, հետո այդ կողքի բաները, որը օգնեն։ Այո։ Բայց երեխեն է, ինքը պետք է ուզի, ինքը պետք է վարվի, ինքը պետք է չքնի։ Այո, համաձայն եմ։ Որտեվ կան շատ լավ մարզիչ կա, երեխուն էլ բերում է, դարձնում է չեմպիոն, բան, ասում է, բայց հույս չկա, որովհետև մեջը կրակ չկա այդ երեխու։ Ինքը հա, ես արել եմ ամեն ինչ, ինքն էլ ստիպված պարապել է, ծնողն էլ պահանջել է, բայց այն կրակը չկա, որ հələ դրանից ճղի դուրս գա։ Առաջ գնալու։ Երեխեն ամենակարևորը։ Դե դա էլ պետք է ասենք մի քիչ ինչ-որ բաներ ունենա այդ երեխեն, էլի, ամեն ինչ չպետք է հեշտ վերցնի։ Եթե ամեն ինչ հեշտ վերցրեց, չի դառնա։ Չի ձգտի։ Ահա։ Այդ հետաքրքիր մոմենտ է։ Բիզնեսի առումով կգա այդ վախտը։ Ուղղակի մեկ է, մեր շուկան փոքր է, չգիտեմ ոնց կլինի, ինչ կլինի, այսօրվա դրությամբ այդ on-line վաճառքները, այդ արդեն վեճները չի լինի, ստե կա, չկա։ Որտեղից պետք է լինի կառնեն այդ բանը, ներքին բիզնեսի համար կարող է վատ լինի, բայց ծնողները արխային ամեն ինչը կգտնեն, ամեն ինչը կանեն։ Սպորտի համար ամեն ինչը ձեռք կբերվի, էլի։ Հիմա լրիվ մեծ քայլերով ամեն անգամ թազա բաներ է գալի, բան, ցիֆրավոյ, դիջիտալ։ Թե ուր է գնալու ես, ինչ անելու ես, արհեստական ինտելեկտ, բան, սա դեռ ինձ թվում է թենիսից հեռու է, բայց կողքով սենց գալիս է, էլի։ Դե կարող է լիքը բաներ լինի օգնի։ Հա, արդեն օգնում է, ինֆորմատիվ։ Շատ տեղեր, օրինակ այդ դատավորները գծի չկան էլ։ Ահա, տես քիչ այն բաները, դա այդ բաները սա բանով կամերաներով, ասենք միանգամից աուտ գոռում է։ Սպորտը, բայց ինչով է հետաքրքիր, օրինակ ոնց է դու կարաս ծրագրավորող ստեղծես, հա, այդ նույն արհեստական բանականությամբ, ինքը նույն այդ կոդերը գրի եւ անցնի առաջ, սպորտում մի քիչ դեռ դժվար է այդ ռոբոտին ստեղծել։ Թե մեկը մարդը պետք է իրագործի։ Այո, մարդը պետք է անի, ֆիզիկապես իր այդ գործը պետք է անի։ Ուղղակի շատ կօգնի, այնտեղ նույնիսկ այդ արհեստական բաները, չէ, այդ բանականությունը, բանը արդեն մտածում են թե ինչ նոր տեղեր կստեղծի այդ արհեստական բանականությունը, իրոք
մեծ հույսեր ունեն, որ հեսա շատ ուժեղ բաներ կլինեն, դեղեր բաներ։ Նույնն էլ սպորտի այդ վերլուծությունը բանը, արհեստական բանը, ասած մի վարքանում կտա։ Անալիտիկան խաղա անալիտիկան կտակ, ասի ծախից էր այսօրվա քո բանը, պրոմոխը դավայ էսի ծախի վրա աշխատել։ Որովհետև գիտեք դուք, որ երբ որ հետաքրքիր բաներ կա էլի այս թենիսում, ես շատ խորացա, երբ որ խաղում է մարզիկը, չէ, մարզիկը գալիս է տրեները դու նստած ես, ասում ես քո կարծիքով ի՞նչն էր այսօր քո որ կրվեցիր, էլի քո ի՞նչն էր բանը, թույլ կողմը ո՞րն էր, ասում է դե ցախս քաշեց, ասենք թե էլի, կամ աչի, չգիտեմ, բայց երբ որ անալիզը անում ես իսկական, դու սա գալի ցախ եղել է իր ամենալավը, այսինքն ցախից սխալվել է 2 անգամ, աչից սխալվել է 10 անգամ, ուղղակի այդ երկուսը շատ կարևոր աչոկների վրա է եղել, իրա մեջ էդ է տպավորվում, իրա ցախն է իրան քաշել, բայց իրա ցախը իրան չի քաշել, լավ էլ լիքը միավորներ է բերել, ճոգում ես, դրա համար այդ անալիզը բանը շատ ուժեղ հետաքրքիր բան է, էլի բանի է բերում, բիզնեսում էլ է տենց, գիտես չէ, դու հիշում ես մի հատ այն կլիենտի, որը բան եղել, դու ասում ես ուրեմն էս է իմ թույլ կողմը բանման, բայց դու միասը չէ, ուրիշ բաներ բանը, տենց որ անալիզը ամենակարևոր բանն է, լուբոյ ցանկացած բանի մեջ, ինչ անում ես, լավ է ստացվում, թե վատ է ստացվում, կապ չունի, մի հատ անալիզ ես անում, որ կամ դու զգաս ավելի նոր մակարդակի, կամ էլ երբ որ իջած ես, դու զգաս վերև էլի, դե անալիզ անես։ Իսկ էդ էլ պետք է արհեստական բանականությունը կօգնի երևի։ Սա գնում է դրան արդեն։ Հա, շատ ուժեղ։ Մեծ քայլերով։ Դե այս ամեն ինչում իմ անձնական կարծիքն է, Հենրիկը հաստատ չի թողի, որ սխալվեմ։ Կոնկրետ մեր երկրում ոնց է սպորտը զարգացել, մարդիկ կան անհատներ կան, ովքեր այդ սպորտը սիրելով այդ ուղին բացել են։ Օրինակ ձեր ընտանիքի անցած ուղին այդ ամեն ինչում անգնահատելի է, ցանկացած թենիսի միջին մարդ դա գիտակցում է, հասկանում է ու պարտադիր դրա մասին իր մտքում ունի։ Ես շատ կուզենայի ձեր նման, ձեր ընտանիքի նման մի 10 հատ էլ լիներ ու սպորտը շատ ավելի լավ դիրքերում կլներ։ Էլ եմ ասում, նենց սեգմենտ է թենիսը, որը հրապուրիչ չի բիզնեսի համար, պետք է սիրես։ Ես ասենք սիրելով որպես հոբի, ասում եմ, ոնց մեր երեխեքը ռակետկա չունեն, գնանք բերենք, կծախենք, տակ չենք տա, բայց հիմա օգուտ կլինի, չի, հոբիով եմ բերել։ Նույնը մեր երեխեքը բան չունեն, ձգելու ապարատ չունեն, էլի առաջինը մենք գնացել բերել ենք։ Պետք է այդտենց սիրողներ պետք է լինեն, սենց մեր շուկայում շատ դժվար է դա վերածել լավ մեծ բիզնեսի։ Բայց մի պահ ինչ։ Ձեր ցանցը մի 8-9 հա դե դա բիզնեսի մասնաճյուղերից հա դե շնչում էր էլի ինքն իրան։ Մեր մոտ դժվար է շուկայում բիզնեսը, մանավանդ առևտուրը, հիմա առևտրին շատ մեծ բաներ կա, չելենջներ կա առևտրի վրա, ինչով օնլայնը, գլոբալիզացիան, օնլայնը ընդհանրապես փոքր շուկաներին խեղդելու է։ Հասկացա՞ր։ Հա, շատ դժվար է լինելու, հա, օնլայն առնում են մարդիկ, սա օրը Wildberries and Temu, սա մենակ է դա, սա օրվա խոսակցությունը, սա օրվա խոսակցությունը մարդկանց, որ էտա, Temu-ից էս որ, բայց զիբիլ մեծ մասամբ էլի։ Բայց հիմա այդ մոդելն է գնում, հիմա դրան է գնում, ինչ ուզես անես։ Բիզնեսմենն էլ միշտ ամեն տարի, որ նայես, սա աշխարհով նենց անուններ են փակվում, ոչ թե բրենդն է փակվում, ասենք, բան, խանութներ, որ ասենք Ամերիկայի, ասում են Broadway, ախպեր ջան, մարդիկ ասում են, հա, Ամերիկայի ցանց էր էլի Broadway, բայց Broadway բան, սա փակվում են, գնալով փակվելու են, շատ դժվար է լինելու տեղում բան անել, մարդիկ ավելի են բան անում, ավելի ծուլանում են, հասկացար, տունը նստած ամեն ինչը բան անում, հիմա Ամերիկայում տունը նստած ամեն ինչը բան են անում, գալիս է Amazon, հա, չեն ուզում սկի գնան, տենան, ավելի բանը պակասելու է, այդ շփումները, բաները, օնլայն ամեն ինչը, ամեն ինչը օնլայն են անում։
Փարկաստու on-line tennis խաղալը դեռ դժվար է։ Հա, Անհնար։ Բայց բան է, բայց հիմա լսել եմ բան, տենց 8 հոգանոց խումբ եք ստեղծել։ ֆեդերացիայում։ Ֆեդերացիայում Հա, դեպարտամենտ, մենք էլի զարգացման ինչ որ այո։ փորձեր եք Այո, անում, բաներ եք փորձել անում, ենք։ հետո սաղը ջահել եք, դա է կարևորը, որ ոնց որ դուք ունեք արդեն մոտիվացիա։ Հիմա երևա էլի, ասենք, ինչ բաներ կարաք օգուտ կարաք Այո, տակ մենք թենիսին։ շատ բաներ հիմա չեմ ուզենա խոսանք, ավելի շատ կխնդրեմ մեր համ հանդիսատեսին, համ թենիսի միջի մարդկանց դատեն մեզ մեր արած գործերով։ Դուք կտեսնեք ինչ ենք անում, ըստ դրա կասեք լավ է կարել թե չէ։ Այդտես բաները չի կարա էֆեկտ չտա, պետք է որ էֆեկտ տա ու հետաքրքիր բան ասեմ, եթե ասենք հաջողություն ունենաք մի քանի տարի հետո մի հատ շատ լավ մեկը դուրս գա, այդ մեկը կարող է 10 անգամ ավելի շատ մարդ բերի։ Այո։ Հասկանում ես, հետաքրքիր է, այն չի որ հիմա ասում եք դե թենիսը բան չի, բայց մի հատ լավ հաջողություն, Այս ինչի եմ ուզում այդ կետերին կպնենք, որ մի խաղացող, մի երեխա, որը կդառնա բարձր լեվելի պրոֆեսիոնալ, ալիքի նման իր հետևից բերելու է, Մոտիվացնելու է, որում հենց մոտիվացնելու է։ մարդիկ փաստն է մարդկանց բանը համոզում էլի որ մենք ու ասեմ մեր մենտալիտետը մեր ազգի ես ոնց որ պատկերացնում թիմային չի օրինակ ես չեմ պատկերացնում մեր թիմային ինչ որ սպորտաձև ֆուտբոլը լինի չգիտեմ ինչ լինի մենք կլինենք չեմպիոն շատ դժվար է որովհետև ամեն մեկս մեր կարծիք ունեն մերը ինդիվիդուալ սպորտաձևն է դրա համար բշամարտ ասենք ծանրամարտ հասկացար մարմնամարզիկը բան ինքը ինդիվիդուալ է չէ նույնը թենիսը կարա ունենա հաջողություն որտեղ ամեն մեկը իր կարծիք ունի վсё չի լինում թիմ ստեղծել որտեղ ամեն մեկը իր կողմն է քաշում մեր ազգի բանն է դա ինչ ուզում ես արա 10 հատ հոգի եղավ իդեպ ձեր համար է դժվար լինելու այդ 8 հոգին որ կա ապա ջան դու մի բան ես ասելու այն մեկը ասելու չէ ավելի լավ է սենց անենք չէ ավելի լավ է այս տղուն առաջ քաշենք չէ էսի ավելի լավն է շատ դժվար է Դեռ այդտեղ դժվարության չէ դե հիմա նոր եք սկսել բայց ես պատկերացնում եմ դժվար է ահա հեշտ չի լինելու իհարկե դե ամեն դեպքում ամեն մարդ իր ֆունկցիան որ ունենա կդառնա համակարգ ու համակարգը մարդկանց ամբողջից տարբերվում է նրանով որ ամեն մասնիկ իր ֆունկցիան ունի ու իրանց ընդհանուրի OGG-ն օգտակար գործողության շատ ավելի բարձր է քան ամեն մեկի անհատական որակների գումարը ուղակի, հա, այնպես որ դե հուսանք ամենայն դեպս նոր ոնց որ մոտեցում է իմ կարծիքով պետք է հուսանք մեր ֆեդերացիան կհաջողի այս արդեն լավ էլ բան եք անցկացրել Ծաղկաձորում շատ ուսումնամարզական հավաք արեցինք շատ այնց ոգևորված բաներ 40 եւ ավել երեխա կար ես զգացի այդ բանից էլի այդ շարժումից բանից որ դե լավ կլինի։ Ու տենց եզրափակող տենց որպես խոսք ասեմ, որ թենիսը նոր ասեցինք, որ ինդուստրիա է, բազմաթիվ սենց ուղղություններ իրար հետ փոխ կապակցված են, կլինի բիզնեսը, կլինի մարզչական հատվածը, ծնողների եւ այլն։ Այսօրվա մեր հաղորդման հենց իմաստն է, որ ձեր նման մարդիկ, ով այդ ուղին անցել է, հիմք է դրել, հա, անգլերենում ասում են paved the way։ Այսինքն ամեն դեպքում մենք ուր որ հասել ենք այսօր թենիսում, այդ ներդրման մեջ շատ մեծ լումա ունեք ու կարելի ասել ամենամեծ դերը շատ շնորհակալություն, հա, ու որևիցե մեկը երբեք դա չի ուրանա, նույն այսօր ամենահետաքրքիրը գիտես որն է, որ ես մեկ լինում եմ խանութում եմ ելնում, դե գալիս են ծնողով բանով մի հատ այնց արտարոց բան են ասում, որ լոգիկայի դեմ է, էլի, բայց էդի ասելը մարզիչն ասե։ Ես որ sense մտնում եմ մեջ, ասում եմ դուք ինձ կարաք վստահեք, ես ինձ համարում եմ ամենալավ մասնագետը բանի, ոչ թե թենիս խաղի, այլ ռակետկի, բանի, ինվենտարի։ Հենց որ ես եմ, ստե որ բան ալնում, մեր լավ մարզիչները զանգում են ինձ են խորհուրդ հարցնում։ Հենց որ գլուխս գովում եմ։ Հա, այդ ուղին որ բացել եք, ես մինչև հյուր կանչել ես տարբեր թենիսիստներից սկսած անից անձնապես խնդրանք եմ ստացել այդ մեծ շնորհակալությունը ասելու ու հուսանք որ շնորհակալություն որտեվ ինչի որ ես սիրել եմ սպորտը սիրում եմ այս սպորտը հենց որ դա
ասում եմ, ոչ թե ինչ որ բանի համար եմ արել, ոնց որ իմ հոգու համար եմ անում։ Այսենց եմ սիրում, էլի, շատ եմ սիրում։ Ամեն դեպքում շատ ուժեղ։ Ամեն դեպքում շատ շնորհակալ ենք ձեր ընտանիքից, որ այդ ուղին թենիսում բացվել է։ Ինչով եք այսօր զբաղվում, շատ կարճ, որ Դե էլի ասեք։ շարունակում ենք այդ նույն բաները, նույն Wilson ու հետ մեծ ֆիրմաները, ֆիրմաների դիստրիբյուտորն ենք, ումա ֆիրմայի օֆիցիալ ներկրող ենք, Arena լողավազանային այդ ամբողջը Noah Sports Հա, Noah Sports-ի, հա, տենց մեր ցանցը կոչվում է Noah Sports, տենց դրանով ենք զբաղված։ Իսկ թենիս խաղում եք էլի, թե։ Թենիս ուրեմն ես համերաշաբաթը 4 օր 5 օր խաղում էի, ուղղակի այս պանդեմիայից հետո բանը եղավ, վատ բան հիվանդացա, այդ Հասկացա։ Կովիդ։ Կովիկ եմ ես ասում։ Կովիկ։ Ուրեմն բանը, դրանից հետո բան ահագին փոփոխություն եղավ, բաներս էս մկանները չէ։ Հոդերը թուլացան մի ցած։ Հիմա եթե մի քիչ ստիպեմ ինձ, մի քիչ մարզվեմ բան անեմ, էլի հետ եմ գալու։ Ամեն դեպս Վարդկեսին ճանաչում եք։ Վարդկեսը ամեն անգամ ինձ ստիպում է, որ մի բան անեմ, որ անպայման գամ հետ, է։ Որ սարսափով նայում է երևի այս բանը, սպասում տենաս հետ է գալ։ Եղավ, շատ շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Ուսանք էլի ինչ որ առիթներ կլինի ու սիրով կհյուրընկալենք ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Պետք է այս ձեր ծրագիրը զարգացվի, շատերին հասու լինի, դրա համար նորագույն տեխնոլոգիաներ է պետք օգտագործել, կապեր է պետք օգտագործել, պետք է բոլորին համախմբել, որ բոլորը subscribe-ելնեն, այ հենց հիմա, օրինակ ով նայում է subscribe։ Հենց այս թեման շարունակենք, հա, հենց հիմա որ դուք նայում եք, խնդրում ենք ձեզ կամ բաժանորդագրվեք, համ like, համ subscribe։ Պարտադիր։ Ամեն մեկը պետք է ունենա թենիս սիրող։ Մենք ունենք հեսա կտեսնեք QR-ով, կարող եք աջակցել ուղիղ մեր ծրագրին։ Մենք դրա կարիքը շատ ունենք ձեր մասնակցության, քանի որ սա ես sense կասեմ, հա, ինքը հանրային պրոյեկտ է։ Մենք բոլորս այս պրոյեկտի վրա փորձում ենք ներդրում ունենալ ու դուք սիրով կարող եք մասնակցել դրան։ Ես էլ առաջի հաղորդում որ տեսա, ասի ապրեն։ Այսինքն մեր երիտասարդները ոնց են բանանում, էլի, ճիշտ ուղու վրա են բանանում։ Հա պետք է աշխատանք հա, պետք է արվի ու պետք է պոպուլարացվի ավելի։ Այո, մասսայականացվի։ Հենց մեդիա մասով մենք ամեն ինչ կանենք ավելի պոպուլյար դարձնելու մեր սիրելի մարզաձևը, ուղիղ ազդեցություն ունենալու մեծ քանակի մասաներին ներգրավելով մեր մարզաձև, ընդհանրապես սպորտի մեջ մենք տխուր պատկեր ունենք սպորտում մասնակցության հետ, պետք է այդ ամեն ինչը փոխվի։ Էնպես որ մենք շատ շուտով նորից կհանդիպենք նույնպես շատ հետաքրքիր թեմաներով ու հետաքրքիր հյուրերի հետ։ Շատ շնորհակալ ենք, մինչ նոր։ Ես եմ շնորհակալ, հաջողություն։ Հաջողություն։